Բայց այս թարմացված նորություններով ուղի եթերում հորիզոնը շարունակում է աշխատանքը 25 հունիսի չորեքշաբթի։ Այսօր առավոտյան ձերբակալվել է Բագրատ arczepiskopոսը, իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել։ Այսօր առավոտյան Սրբազան պայքար շարժումը հաղորդագրություններ տարածել, որ ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրում քննչական գործողություններ են իրականացնում։ Քննչական կոմիտեն ևս հայտարարություն տարածեց, որ Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելու ուղղված գործողություններ։ Ըստ հայտարարության հանցավոր խմբի ղեկավարներն իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական եւ քարոզչական բնույթի հնարքներ, տեխնոլոգիաներ, հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով արկածախնդիրներին։ Քննչական կոմիտեն նաեւ հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական եւ այլ վարույթային գործողություններ։ Բագրատ arczepiskopos Գալստանյանին ներկայացված է մեղադրանք։ Այնուհետ հաջորդեց վարչապետի գրառումը։ Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրեա-օլիգարխիա կղերական խոշոր ու եղկելի պլանը։ Facebook-յան էջում գրել է վարչապետ Փաշինյանը, կից հրապարակելով քննչական կոմիտեի հաղորդագրությունը։ Քննչական կոմիտեն Սրբազան պայքար անվանումը կրող շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ է տարածել։ Ներկայացնում ենք հատված քննչական կոմիտեի տարածած ձայնագրություններից։ Եթե դու վստահելի մարդիկ ունես, խումբ, իրենք դի օնլայն դիրույթում աշխատել շատ, դրանք կլինեն հակերների տեսքով, դրանք կլինեն նավակներ ուղարկելու տեսքով, բանան ջամալ, սնգարտավարության նախարարությունը, կառավարության սայթերն են, սա տիջարտ են կամ ջամալ։ Ինգազարդ մամակրություն։ Ես կողմերի հեռախոսյան համարներ են, ոստիկանապետ կամ դրանց հեռախոսյան համարներ։ Եվրոտ դեպ կառավարության սայթերի նավակներ են, եվրոտ ջամարի 3000, 2000, 5000, դեպ չկանան աշխատել։ Աշխատանքի պարանզացում լինում։ Սիստեմը ինչ է մալբարի։ Երորդ իրեն սայթերի հականել են, առավոտարդան դնեն կառավարության սայթի գատեն Նիկոլի նկարնով սատանայի պոզելով բանի տերը, գերբի տերը։ Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Սրբազան պայքար շարժման մասնակցի բնակարանի խուզարկությունից։ Հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր, այդ թվում հրազեն եւ ռազմամթեր գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարցակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցի նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ եւ այլն։ Ձերբակալված է 14 անձ։ Երկրորդ օրն է, պահպանվում է Իրանի եւ Իսրայելի միջև հաստատված հրադադարը։ Այսօր առավոտյան Իսրայելի իշխանությունները հանել են բնակչությանը վերաբերող սահմանափակումների մի մասը։ Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրադադարի հաստատումից հետո իր երկիրը պատրաստ է վերադառնալ նորմալ կյանքի։ 12-օրյա ինտենսիվ ռազմական գործողություններից հետո ի վերջո հարաբերական անդոր հաստատվեց։ Իրանում Իսրայելի գործողությունները ահաբեկչական համարեցին, բայց այժմ թե Իսրայելը, թե Իրանը փորձում են բնականոն կյանքի վերադառնալ։ Բայց հարաբերական անդորը միանգամից չհաստատվեց։ Հրադադարի համաձայնության մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունից հետո որոշ ժամանակ Իսրայելն ու Իրանը շարունակեցին փոխադարձ հարվածները, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվեց։ Ինչ հետևանքներ գրանցվեցին Իրանում այս ընթացքում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարեց, թե ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են։
Մենք տեսնում ենք վնասի շատ նշանակալի աստիճան 3 օբյեկտներում։ Նաթանզն առաջինն էր, որը ենթարկվեց հարվածի։ Նրա մեջ շատ լուրջ վնաս հասցվեց ցենտրիֆուգների շատ կարևոր սրահներից մեկին, որտեղ իրականացվում էր ուրանի հաստացումը։ Նույնիսկ դրա ստորգետնյա հատվածը սկզբում անուղղակիորեն է վնասվել, հետո ուղղակի։ Բայց ճիշտ այս ժամանակ մամուլում հայտնված Միացյալ Նահանգների հետախուզության նախնական զեկույցում գրված է, որ Միացյալ Նահանգների օդային հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային կարողությունները։ Այդ մասին գրում է Reuters-ը հղում անելով նախնական այդ զեկույցին։ Ըստ հրապարակման այդ հարվածները Իրանի հնարավորությունները հետ են գցել ընդամենը 1-ից 2 ամսով։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ռումբերի կիրառման արդյունքում Միացյալ Նահանգները ջախջախել է Իրանի միջուկային ծրագիրը։ Սակայն ըստ այդ նախնական զեկույցի Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն վերացվել։ Զեկույցում նշված է նաև, որ հարվածները փակել են 2 օբյեկտների մուտքերը, բայց չեն փլուզել ստորգետնյա կառույցները։ Սպիտակ տունը ամբողջովին սխալ է որակել այդ հետախուզության տվյալները։ Անկախ այս ամենից, այս ընթացքում Իրանը բազմակողմանի շփումներ է ունենում տարբեր երկրների հետ, եւ Մերձավոր Արևելքի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը խոստումնալից է համարել Իրանի հետ բանակցությունները։ Մենք արդեն խոսում ենք իրար հետ ոչ միայն ուղիղ, այլև միջնորդների միջոցով։ Այժմ ժամանակն է նստել իրանցիների հետ բանակցությունների սեղանի շուրջ եւ հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Իրանի նախագահն իր հերթին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ զրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կարգավորել տարաձայնությունները Միացյալ Նահանգների հետ։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Շիրակի մարզում շուրջ 7000 հեկտարով ավելի հող է մշակվել։ Նախորդ տարվա համեմատ ընդհանուր 27000 հեկտարի են հասնում ցանկատարածները։ Անձրևային եղանակները սերմնացան ուշացրել էին, բայց հողագործները լավ բերք էին սպասում։ 2 շաբաթ առաջ տեղացած կարկուտը բերկառատ տարվա սպասելիքները փոխեց։ Խոշոր կարկուտն էլ եկել ու հիմնականում ոչնչացրել է հենց Ախուրյանի տարածաշրջանի բերքաբեր հողերում ցանածը։ Ախորյան, Կառնոտ, Ազատան գյուղերում հացահատկի եւ կերային մշակաբույսերի հիմնականում կարտոֆիլի հողերը գյուղացու սշտով էին, վեգետացիան եւ ծագման շրջանը գարնանը բավարար վիճակում էին։ Ասում են, որ բնությունը անակնկալներ չաներ, նախահաշվարկներ ունեին, որ լավ բերք էին ստանալու։ Մարզի 5 տարածաշրջաններում ավելացել էին մշակվող հողերը։ Տարեսկզբին ջրամբարների լցվածությունը հնարավորություն էր տվել ոռոգման ժամանակին կազմակերպմանը ցածրադիր գոտիներում։ Գյուղացիներն էլ գումարներ էին ծախսել ինչպես տեղական, այնպես էլ ներմուծված էլիտար սորտերի ձեռքբերման համար։ 1 կիլոգրամ գարիցորենը գնել էին 180-ից 300 դրամով, կարտոֆիլի սերմնացուն 600-ից 800, անգամ 1000 դրամով։ Հողագործը ընթացիկ աշխատանքները տեղին ու ժամանակին էր արել, որպիսի ընտանիքի եկամուտը ապահովեր։ Փոխարենը կարկուտը մտավ դաշտ։ Կարկտակայանը ինչ որ տրվել է, սկզբնական ընթացքի բոլոր մեծ ուժեղ չէր այդ ամեն ինչը հակարակել գոկուտ կուդար, բայց պես անկանվանը հեշտ բանից չկրնացանք, եկան, սարգեց ավիրեց 8 հեկտար ու կես սերմ ունի, մի բան չկա, սաղ չարտել է։ Ինչի սերմերից ցանել։ 2 հեկտար համեմ է, կես հեկտար ցիտրոն է, 6 հեկտար սամիտեր, չկա։ Սաղ չարտել է կեսը, կա օզը չկա մեջը, ինքը էլ չի վերականգնվի, բացառված է։ Всё, եսի գել վերականգնելու են, տագա չէ։ Ստոր ինչը վերականգնվի, թող ստոր ինչը վերականգնվի, եսի չի վերականգնվի։ Արեքստեղ ինչը վերականգնվի, սա վերականգնելու բան չկա։ Նախնական հաշվարկներն ու հողի ճիշտ մշակումը խոստանում էին բարձր արդյունք, բայց բնությունը հակառակ գործեց։ Կարկուտով ու քամիներով վնասեց բերքը։ Տնտեսությունների մեծ մասը պետական աջակցության ծրագրերով սուբսիդավորված տեխնիկա էին ձեռք բերել, որ ընդլայնեն մշակվող հողերը, իսկ պետական փոխհատուցումները հավաստագրված սերմերի համար պետք է մասամբ փակեին ներդրված գումարները։ Երկու հատ տեխնիկա ենք, գյուղ տեխնիկա ենք, պետական ծրագրով գնել 0.2% լիզինգով 6 տարով։ Մի հատ գերաղաց ենք գնել, մի հատ չրցան մեքենա ենք պետական ծրագրով, իշքան հիշում եմ այգեգործության ծրագրով գնել։ Հենց այդ անձրևային համակարգը մեր մոտ էս Շիրակի դաշտավայրում մենք հողեր ունենք, որոնք չեն ոռոգվում։ Իրանք շատ որակով հողեր են, բայց հարթ հողեր չեն։ Մենք այդ անձրևային համակարգով ոռոգում ենք։ Ովքեր ցանկ են իրականացրել բացառապես հավաստագրված սերմերով, բարձր վերարտադրության սերմերով, պետք է ստանան փոխհատուցում, կատարված ծախսերի
50%-ի չափով, այն իր մեջ ներառում է վարի, ցանքի, բերքահավաքի եւ սերմի արժեքի մասնակի փոխհատուցում, հացադիկային մշակաբույսերի դեպքում 70,000 դրամի չափով, կերային մշակաբույսերի դեպքում այն է արվույթ եւ կորնգան 110,000, հադիգնդեղեն մշակաբույսերի դեպքում 100,000, 2025 թվականի աշնանը իրականացվող աշնանացանց օրենի ցանկ իրականացող ֆերմերային տնտեսությունները եւս կօգտվեն բուսաբուծության աջակցության ծրագրից, կստանան ծախսերի մասնակի փոխհատուցում 80,000 դրամի չափով։ Ախուրյանում, Կառնուտում եւ Ազատանում, որտեղ հողերը բավականին բերի են, ցանկաշրջանառությունն իրականացվել է ժամանակին, հողի որակը վերականգնվել է։ Ստացվող բերքի ու հետո այն լավ գնով վաճառելու խնդիրը մնում է։ Եթե 70 դրամով 1 հեկտարից 22 տոննա կարտոֆիլ ես ստանում ու վաճառում ես այդ 22 տոննայից հաշվենք 20 տոննա 70 դրամով, այդ կազմում է 1,400,000 դրամ, այդ 1,400,000 դրամը 1 հեկտարի ծախսը չի հանել։ Թող մի օրը մեզ է դες տաշտերը մանգա, հետո մնացած գումարը ֆիքս ենք էլի, ասենք ծորեններնի 60 դրամ, թե յանի 300 դրամ։ Մենք անցած տարի սկզբից տվեցինք 100 դրամ, հետո 150 դրամ, Ռուսաստան կտանեին ֆրեր 100 դրամը։ Հետո գարնան գլուխ, արդեն մարտից հետո ապրիլ-մայիս ամիսներին ծախել ենք 270 դրամով։ Մենք ենք այդ կանով տեղել։ Չէ, չենք տուժվի, եթե մնար 100 դրամ, մինչև 150 դրամ, մենք կտուժվենք։ Շիրակի մարզում դեռ զգալի մակերեսներով անմշակ հողեր կան, հատկապես բարձրադիր անջրդի գոտիներում, որտեղ հույսը անձրևներն են։ Ցանկատարածքների ընդլայնմանը զուգահեռ սկսվել են փորձերն այդ հողերը շահագործելու, որպեսզի դրանք արոտավայրեր չմնան։ Մարզի մնացած տարածքներում 1 հեկտարի ոռոգման գինը 16000 դրամ է։ Վերջին տարիներին ջրի գինը չի փոխվել։ 78000 հեկտարի հասնող գյուղատնտեսական հողերից ոռոգելի եւ մշակովի են 27000 հեկտարը։ Անմշակ հողատարածքների մասով պետք է նշեմ, որ պայմանավորված է լի pedagogan օժանդակության ծրագրերով, ավելանում են մշակվող հողատարածքների մակերեսները եւ հիմնականում են բարձրադիր հատվածներում մենք Աշոտ Կամասիայի եւ նշեցի նախկին Արփի համայնքի Կամասիայի տարածաշրջանի նախկին Արփի համայնքի տարածքներում գրեթե բոլոր հողերը արդեն սկսել են մշակել եւ ցանվում են հացադիկային մշակաբույսերով։ Հունիսի կեսին տեղացած մեծաչափ կարկուտը Ախուրյանի եւ Ազատանի լավորակ հողերից ակնկալվող բերքի հաշվարկներն է փոխել։ Մարզի գյուղատնտեսության վարչությունը դեռ հստակ գնահատումներ չունի, թե կանխատեսվածի քանի տոկոսն է կարկուտը տարել։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Խաչքարագործությունը հայկական ժողովրդական արվեստի բացառիկ եւ յուրատեսակ ուղղություններից այն նույնքան հին է, որքան քրիստոնեության պատմությունը։ Սերունդները ժառանգել են պահպանել արվեստի այս ճյուղը։ Դրավական են մեր օրյա խաչքարագործ վարպետները։ Նրանցից մեկն է արմատներով շիրակցի Ռուբեն Նալբանդյանը, 1180 խաչքարերի հեղինակը, աշխարհում հայտնի է Խաչտար Ռուբեն անունով։ Հանճարներից մեկն ասել է. յուրաքանչյուր երեխա նկարիչ է, խնդիրն այն է, թե ինչպես մնալ նկարիչ, երբ արդեն երեխա չես։ Ռուբեն Նալբանդյանի մոտ այս ճանապարհը սահուն է անցել։ Քանդակելու եւ նկարելու ձիրքը նրա մոտ արտահայտվել է դեռ մանկուց։ Հիմա արդեն վաստակավոր նկարիչ քանդակագործը, ով արվեստի աշխարհում հայտնի է Խաչտար Ռուբեն անունով, 1180 խաչքարերի հեղինակ է։ Նրա անունը ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների եւ արտասովոր նվաճումների դյուցազնագիրք ժողովածուում։ Զրուցում ենք քանդակագործի հետ հայրենի գյուղում, արմատներն այստեղից են։ Հայրն ու մայրը Շիրակի մարզի Այգաբաց գյուղից են։ Հաճախ է գալիս Այգաբաց, այս անգամ այցը կարևոր մի նպատակ ունի։ Դրա մասին հետո խոսենք։ Մինչ այդ Խաչտար Ռուբենը կյանքից հետաքրքիր դրվագներ է հիշում։ Հիշում է, թե ինչպես է առաջին բուհը հանավարտ թողել է վերադարձել Լենինգրադից։ Հայրն էր խնդրել, ասել էր, որդիս ռուսահպատակ չպետք է լինի։ Հետո հիշում է, թե ինչպես դպրոցական տարիներին գյուղի դպրոցի գրադարանավարուհին հանձնարարում էր աթեիստական բովանդակությամբ պատի պաստառներ նկարել։ Մի երկու օր առաջ հանդիպել եմ այդ գրադարանավարուհուն, արդեն 90 տարեկան ասում եմ, լավրացիա հիշում եք, որ ինձ ասեցի գրի բանը կրոնը գիտության թշնամին է, Ռուբեն ջան ասում է, ինձ պարտադրում էին, ես էի կարող։ Այսպիսի նման պլակատներ են գրել։ Գալիս էի տուն, հայրիկիս ասում է, պապ, ախրես մեր դպրոցի դիրեկտորն ասում է, Աստված չկա, սուտը ասես բան, ասում էր, դու մեկ լսեիր ան, բայց դու գործ չունիս։ Տանը խորհրդային ժամանակների աթեիզմի սխալ դասերը հայրն ու մայրն էին ուղղում։ Այդպես Ռուբենը արդեն իրական պատկերացում կազմեց կրոնի, եկեղեցու, խաչու հավատքի կարևորության մասին։ Դա արտացոլվեց նաև նրա արվեստում, հետզհետե քանդակներում գերակշռողը դառնում էին խաչքարերը,
Վարպետն ասում է, խաչքարը մարդու նման է, խաչքարը մարդու ստվերն է։ Եթե մենք ուշադրություն դարձնենք մեր դասական խաչքարերին, կողքից նայենք այսպես, խաչքարերն էլ այսպես խոնարհված են գետնին։ Խաչքարն էլ ինքը հիմնականում 3 մասից է բաղկացած։ Այն թեքված մասը վերևի գլուխն է, այն խաչի արկայության տեղը հոգին է, եւ վարդյակը, որտեղ միշտ գոյություն ունի մեր հին դասական խաչքարերի վրա, դա ոտքերն է, որը կենարարու ստանալով հողից, սնվում արևից, բարձրանում է վերև։ Մեկ-մեկ ինձ հարցնում են, վարպետ, ուզում ենք հետևել Նախշանես։ Ասում եմ, հարգելիս, դու Երգերեսանի մարդ տեսել ես։ Մեր դասական խաչքարերի մեջ տեսել ես կողքերից նախշ լինի, հետևից նախշ լինի։ Չէ, ասում եմ, ուրեմն մարդու արտացոլանքը արջևից է գալի։ Ռուբեն Նալբանդյանի արվեստի փիլիսոփայությունում մի ուրիշ համոզմունք ու սկզբունք էլ կա։ Եթե խաչքարի պատվերն արտերկրի համար է, ապա աշխատում է այն միշտ տուֆից քանդակել։ Ասում է, տուֆը հայ է, եթե նույնիսկ վրան ոչ մի բան չքանդակես։ Մեկ այսպես օրինակ եմ բերում, ասենք, եթե գնացել ես արտասահման մի փողոցով անցնում ես, մյուս փողոցի մայթին մի 100 մետր հեռու, 50 մետր հեռու տեսնում ես մի քար տուֆից, ընդհանուր դաժե անտաշ հետևից մենակ, անկախ քեզնից դու գնալու ես իր մոտ։ Եթե լինի մարմար բազալտ, մտքովդ չի անցնի։ Եվ գնում ես այդ կանչով, հայու հոգու կանչով։ Եվ դրա համար ես միշտ տուֆը համարում եմ հայ է։ Որտեղ լինի նա քեզ կկանչի։ Դու գնաս առանց ձեռ տալու չես հեռանա։ Արտերկրում տեղադրված բազմաթիվ խաչքարեր ունի՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ուրուգվայ, Բուլղարիա, ելի շատ երկրներ։ Երկրաշարժից հետո Հայաստանում վթարի ենթարկված սերբական ինքնաթիռի օդաչուների հիշատակի խաչքարն է քանդակել վարպետը, որը հետո սերբ ժողովրդի խնդրանքով տեղափոխվել է Սերբիա։ Ռուբեն Նալբանդյանին հրավիրել են բացմանը, Հայաստանից դուրս գտնվող իր գործերի մասին չի սիրում շատ խոսել։ Գիտես, քո խաչքարը պիտի Փարիզում դրվի, Նյու Յորքում դե դրվի, գիտես, ես տխրում եմ, իրան գիտեն թե ես պիտի ուրախանամ։ Ես ուզում եմ դա այնտեղ դրվի, որտեղ ես կարողանամ երբ ուզենամ գնամ նայեմ, որտեղ դրանց վրա ես ամիսներով հոգի եմ դրել, դրանց հետ զրուցել եմ, ամեն մի նախշի հետ մտորել եմ, գծել եմ, որ դրանք հեղինակային են, ես չեմ վերցրել ոչ մեկից։ Վարպետը բազմաթիվ պետական մրցանակների ու մեդալների է արժանացել, այդ թվում այլ երկրների կառավարություններից։ Ռուբեն Նալբանդյանի առաջին խաչքարը տեղադրվել է Ծաղկաձորում։ Շատ հայտնի գործերից մեկը Օշականում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու պուրակում տեղադրված խաչտարերն են։ Այս քանդակներից հետո վարպետին կոչեցին Խաչտար Ռուբեն։ Պատվերը եկեղեցին էր տվել, վարպետն էլ քանդակել էր բոլոր 39 տարերը։ Աշխատանքի ավարտից հետո եկեղեցին համաձայնել էր տեղադրել 36 տարը, վեհապարն ասել էր, որ եւ Օ.Ֆ. տարերը Մաշտոցը չի ստեղծել։ Այդպես հայկական Այբուբենի վերջին 3 տարերը մնացին վարպետի տան բակում։ Սրա հետ կապված մի զվարճալի պատմություն էլ է հիշում։ Ասի, բայց մի հատ էլ մեղք են գործը, բա ինչ ասի, տեսեք, իրոք այդտեղ էինք, որ խոսում էինք տարերի մոտ, ասի, տեսեք, բոլոր իրաց տարերի հետ նկարվում են, բա։ Լեննագանի 10%-ը օնիկ է։ Հիմա դա օնիկը մեղք չէ։ Գայիշ պետք է ասի, իմ տարը չկա։ Այդ հայի կողքը նկարվի ասեց։ Խաչտար Ռուբենի 1180-րդ խաչքարը տեղադրվեց Հայրենի գյուղում, Այգաբացում, 1887 թվականին կառուցված եկեղեցու բակում, իր հոր եւ մոր, Պարույր եւ Լաուրա Նալբանդյանների հիշատակին։ Մտածել եմ, որ ինքը այդ գյուղը որ սիրում էր մի խաչքար դնեմ, որտեղ իրաց ներկայությունը երևի ժամանակի առումով Երևան։ Մարդիկ կկարդան, մարդիկ կիմանան, բայց ուզեցի վերագրել, որ խաչը պահապան լինի համայնքին։ Խաչի հեղինակները նաև Ռուբենի եղբայրն ու որդին են։ Նալբանդյանների մեծ ընտանիքում էլի քանդակագործներ կան, իսկ Նալբանդյանների մեծ տունը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում վաղուց արդեն վերածվել է արվեստի դպրոցի։ Այնտեղ 70-ից ավելի երեխա է սովորում։ Բացառապես անվճար, ասում է վարպետը, ու ոչ միայն քանդակագործություն, այլև նկարչություն, գորգագործություն, ազգային պար ու երաժշտություն։ Գիտելիքները, փորձն ու հմտությունները սերունդներին փոխանցել է ևս սկզբունք է վարպետի համար։ Արտակ Հովհաննիսյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ համար այսքանը, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։